Եթե դուք այսօր 15 րոպեն կամ կես ժամը, մի ժամը խնայում եք, չեք ծախսում ձեր տարեց հարազատների վրա, ապա 1-2 տարի հետո ստիպված եք լինելու կամ 24 ժամը ծախսել կամ խնամող վարձել, որպեսզի նրանցով զբաղվի։ Ինչքան շատ ենք մենք զբաղվում մեր տարեց հարազատներով, այնքան կանխարգելում ենք այն խնդիրների առաջացումը, որոնք տարիքի հետ կապված կարող են առաջանալ։ Իհարկե սա 100%-անոց չի, բայց մեծապես նպաստում է նրանց երջանիկ, արժանապատիվ կյանքին եւ ժամանակի չհատկացումը, անուշադրության մատնումը, անընդհատ պիտակավորումը շատ արագացնում է խնդիրների առաջացումը։ Զբաղվածությունը ինչքան էլ մեծ լինի, կան խնդիրներ, որոնց մենք պարտավոր ենք, ինչքան ժամանակ պետք է հատկացնել։ Եթե մենք այսօր չմտածենք տարեցների մասին, վաղը մեր մասին էլ չեն մտածի։ Այո, ես միշտ ասում եմ, որ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք այսօր, դրանք մեզ համար են մեծ հաշվով։ Ծերացման տեմպերն աշխարհում ինչպիսին են եւ պատկերը Հայաստանում ներկայացրեք, խնդրում եմ։ Բժշկագիտության զարգացման, ընդհանուր կենսամակարդակի բարձրացման արդյունքում տարեց բնակչության թիվը աշխարհում աճում է։ Այստեղ եթե տարեց համարում ենք 65+-ը, ապա առաջանցիկը Ճապոնիան է, որտեղ 29% ընդհանուր բնակչության 65-ից բարձր տարիքի է։ Երկրորդը Իտալիան է, որտեղ ներողություն 25%-ն է բնակչության 65-ից բարձր։ Հայաստանում 12%-ի մոտ է այդ թիվը, որը տարածաշրջանի երկրների հետ համեմատած էլի միջին դիրք է գրավում, ասենք Ռուսաստանում 16% է, Իրանում, Ադրբեջանում այնտեղ 7% կարող է լինել, իսկ Հայաստանում 12% է։ Իսկ տարեց մարդիկ իրենց վրա ըստ ձեզ աշխատում են, փորձում են նոր հմտություններ ձեռք բերել, նոր գիտելիքներ ստանալ, թե այս եղած խարանը նրանց էլ է կաշկանդում ակտիվ լինել, ակտիվ եւ առողջ ծերություն ունենալ։ Ես հիմա հարցին փորձեմ հարցով պատասխանել։ Երիտասարդները աշխատում են իրանց վրա, թե չեն աշխատում։ Կան երիտասարդներ, որոնք շատ լավ աշխատում են, մեծ ձգտումներ ունեն, կան երիտասարդներ, որոնք երիտասարդ տարիքում արդեն շատ տարեցներից ավելի ցանկություն չունեն իրանց վրա աշխատելու։ Ամեն ինչ կախված է միջավայրը ինչպես է ընդունում տվյալ մարդուն, բայց ավելի շատ կարևոր է ինչպիսին է իր ինքնագնահատականը։ Եթե մարդը համարում է լավ, ես արդեն տարիքս առել եմ, պետքա ոչ մի բանով չզբաղվեմ, մենակ իմ երեխաներին, թոռներին խնամեմ, դա էլ բավական մեծ ներդրում է տվյալ ընտանիքում։ Բայց մյուս կողմից էլ այդ երեխաները, թոռները այդքան էլ հավես չեն անում իրենց տատիկների, պապիկների հետ ավելի շատ շփվել, որովհետև փոքր տարիքում շատ սիրում են, մի քիչ մեծանում են, արդեն իրենց ծնողների հետ էլ այդքան էլ հաճույքով չեն շփվում, որովհետև սերունդների տարբերություն կա։ Բայց կարևոր է, որպեսզի ձգտումը երբեք մարդկանց մոտ չմարի, եւ չափազանց կարևոր է, որպեսզի ընտանիքը հասկանա ինչ ուղղվածության է ցանկանում իրենց ընտանիքի տարեց մարդը իր էներգիան ծախսել եւ փորձի պայման ապահովել։ Առաջի հայացքից կթվա, թե մարդիկ զբաղված են, ժամանակ չունեն, որպեսզի տարեցներով զբաղվեն, յուրաքանչյուր տարեց, եթե իր կյանքը կարողացել է հասկանալով ապրել, քաշով մեկ ոսկի արժի։ Այն իմաստությունը, որը ամբարվում է տարեցների մոտ, եթե գումարվում է նաև ֆիզիկական ակտիվությանը, ապա նրանք անգնահատելի կադրեր կարող են լինել բոլոր տեսակի հարցերում։ Մենք օրինակ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայում ունենք 80 անց բավական շատ պայծառ գիտնականներ, որոնք այսօր էլ ամենապահանջված դասախոսներից են։ Ավելին, իրանք բավական լուրջ ներդրում ունեն հիմա էլ գիտության զարգացման գործում։ Նույնիսկ հիմա ես չեմ էլ ուզենա իրանց տարիքները ասել, բայց մարդիկ են, որոնք մեր կողքին մեզնից ավելի շատ են աշխատում, հատկապես գիտության եւ կլինիկական բնագավառում, բայց չափազանց կարևոր է, որ շատ աշխատվի բուն տարեցների ինքնագնահատականը բարձրացնելու եւ ինչ որտեղ պահանջկոտություն դրսեւորելու, այսինքն նրանք պետքա եւ պետությունից, եւ կազմակերպություններից, եւ հարազատներից
պահանջեն եւ իրենց վարքով էլ ցույց տան, որ իրանք անօգնական չեն, ավելին իրանք ունեն բավական մեծ ռեսուրս, որը կարող են օգտագործել։ Եվ այն կազմակերպությունները, այն մարդիկ, այն ընտանիքները, ովքեր կօգտագործեն տարեցների ներուժը, նրանք միանշանակ շահող դուրս կգան։ Հիմա մենք մի հատ շատ կարևոր խորհուրդ ենք տալի բոլոր ձեռնարկատերերին, բոլոր կազմակերպություններին, բոլոր ընտանիքներին։ Եթե դուք սկսեք օգտագործել ձեր տարեց գործընկերների, տարեց ազգականների ներուժը, դա չափազանց պիտանի կլինի, որովհետև նրանք հիմա անհրաժեշտություն չունեն ձեզանից շատ գումարներ պահանջելու այն ներդրման համար, որոնք իրանք կարող են անել, իսկ դուք էլ ոչ շատ գումարներ ծախսելով բավական մեծ գիտելիք եւ փորձ կարող եք վերցնել եւ կիրառել ձեր կազմակերպություններում։ Ինչպես որ տարիքի հետ կապված մեր մարմինն է սկսում աստիճանաբար փոխվել, որոշակի խնդիրներ առաջացնել, նույն ձևի կարող են մեր հոգեկան աշխարհում նման բաներ լինել։ Իհարկե սա պետք չի խառնել պայմանական ասած հոգու հետ, որտեվ հոգին միշտ երիտասարդ է, անկախ տարիքից մարդիկ ունեն նույն ձգտումները, նույն ցանկությունները, իհարկե տարիքի հետ կապված գալիս է իմաստնությունը եւ մարդիկ ավելի են կարողանում կառավարել իրենց հույզերը, ցանկությունները, բայց միևնույնն է, մարդկանց հիմնական պահանջմունքները միշտ էլ նույնն են, անկախ ինչ տարիքի են նրանք։ Եվ բավական մեծ բանակը, որին սեփոր ժամանակին շատ արագ ուղարկում են կենսաթոշակի տարիքով պայմանավորված, մարդկանց մոտ բավական լուրջ վակուում է առաջանում։ Ինքը սովոր էր ամեն առօր պետքա վեր կենար, գնար գործի իր պիտանիությունը զգալ։ Հիմա դա չկա։ Ինչ պետք է ինքը անի։ Եթե բախտը բերում է, որ ընտանիքը կողքն է լինում, միասին է լինում, սկսում է էներգիան ծախսել երեխաների, թոռների վրա, որը բավական նպաստում է նրա երջանիկ երկարակեցությանը, բայց եթե դրանք էլ չեն լինում եւ ինքը ընտանիքի հետ չի ապրում, երեխաներին ուշ է տեսնում, ապա ինքը մնում է մենակ ինքն իր հետ, իսկ ինչքան մարդը մեծանում է ստերեոտիպորեն, ինքը սկսում է ավելի քիչ պլաններ կազմել հետագայի համար ու աստիճանաբար պարզվում է, որ ինքը ամբողջ օրը պիտի տանը նստի մենակ սերիալ նայի, բայց մենակ մնալ հեռուստացույցի հույսին կամ ինտերնետի հույսին դա բավարար չի եւ այդ ուղղությամբ պետքա աշխատվեն տարբեր տեսակի ծառայություններ ձևավորելու եւ ընդհանուր հասարակական վերաբերմունքը փոխելու։ Դուք արդեն ասացիք, որ շատ հաճախ մենք պատրաստ չենք տեսնել ամբիցիոզ 65 եւ ավելի տարեկանների։ Ինչ է պետք փոխել այս առումով։ Ահագին բան պետքա փոխել, իսկ թվում է նաեւ այդտեղ օրենսդրական փոփոխություններ էլ գուցե թե լինեն։ Իհարկե լավ է, որ գոնե մեր մոտ կենսաթոշակային այդ տարիքը մեծացվեց, հասավ 63-ի եւ կա մոտեցում, որ իրան պետքա շարունակել, որովհետեւ եթե այսօր ցավոք սրտի մենք նայում ենք բոլոր աշխատանքի հայտարարությունները 18-ից 25, 35 տարեկան բարետես աղջիկներ եւ այլն, ինչը շատ նույնիսկ ստիգմայի տարրեր է իր մեջ պարունակում եւ մարդուն ինչա թե ինքը մի քիչ տարիքը առել է, արդեն կարող են ասել դու մեզ պետք չես, մենք քո կարիքը չունենք,